կարծիքով ընդդիմադիր պատգամավորները պետք է իմպիչմենտ հայտնեն Նիկոլ Փաշինյանին։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Ինչու՞ չէ։ Բավականությամբ չեմ զբաղվում։ Մենք ստեղից չենք, օրենքների հետ շատ քիչ ենք երբես ծանոթանում։ Դե իհարկե, չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ։ Չեմ կարող ասել։ Ոչ։ Ինչու՞։ Որովհետև ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանին։ Մենք պոլիտիկայից տեղյակ չենք։ Երևի։ Եթե կարանան թող փորձեն, բայց ես ընդդիմադիրներին էլ չեմ հավատում։ Իմ կարծիքով չէ։ Տենց եմ կարծում, եթե իմ կարծիքն է կարծում։ Պետք է անվստահություն հայտնեն։ Նախ ընդդիմադիրները պետք է աշխատեն նորմալ, որ Երևան իրանք ընդդիմադիրներ են, հետո էլ նոր իրանք կարան ինչ-որ բան հասցեն։ Իսկ ոչ մեկ չի աշխատում, ասի ջան, մենակ կաթողիկ կռիվ են անում, այդքան բան։ Նախ թող մի հատ լավ մարդ լինեն, լավ ազգի համար, երկրի համար, հետո նոր կարան ամեն ինչ անեն եւ հանեն վատ ղեկավարներին, ի թիվս եւ Փաշինյանին։ Ոչ։ Հարցեր մի տվեք։ Այդ ամեն ինչով ասված է, այդ մի բառով ես Կարելի է, այո։ Անհրաժեշտ է դա։ Անվստահություն այդներ։ Ինչ են արել իրենք, որ անվստահություն է Նիկոլ Փաշինյանը։ Չէ։ 7 տարի է իրենք մենակ Նիկոլ Էրրացի հետ խոսում, ուրիշ ոչ բան չեն արել։ Ես կշտացել եմ, Ազի ջան, չգիտեմ, 83 տարեկան է, ես այս բան չեմ տեսել 71։ Քանի անգամ ստրես եմ տարել, սրա վերաբերյալ, Ազի ջան, չեմ դիմանում։ Անտանելի է, աշխարհում լսել ես տես պետություն, որ ղեկավարը դավաճան է։ Լսել ես տես բան։ Վրես անտանելի ազդում է, չգիտեմ։ То Նիկոլ Փաշինյանն է մեռնի։ Իրա ուրեմն նորից մտա ապտեք։ Այդ ինստիտուտի կողքի ապտեկը, որը սատակեցել է արժեր 900 դրամ։ Արդեն կվաճառեն 4100 դրամ։ Հետները վիճեցի այդ ցավետանեմ 20 օր առաջ 900 դրամի առա, այդպես է։ Ուզում ես դա է, չես ուզում դա իշխոր հոր սեփականությունը։ Դա ումից կուկա Նիկոլ Փաշինյանից ու իրա այդ սիրուն կնգանից։ Եղեք սիրուն ջան։ Չնայած նրան, որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն անընդհատ խոսում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ իշխանափոխության մասին, սակայն այդպես են նրան իմպիչմենտ չեն հայտնում։ Հարկ է նշել, որ իմպիչմենտ կարող են հայտնել 2022 թվականի օգոստոսի 2-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 2-ը։ Ընտրվելու առաջին եւ վերջին տարիներին իմպիչմենտ չի կարող հայտնվել ընտրված վարչապետին։ Նշենք նաև, որ մամուլում լուրեր են պատտվում, որ նույնիսկ ընդդիմադիր խմբակցություններից բոլորը չեն ցանկանում իմպիչմենտի գործընթաց սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Օրինակ Հայաստան դաշինքում որոշ պատգամավորներ ցանկանում են, իսկ որոշները չէ։ Օրագի նյուզի հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով ընդդիմադիր պատգամավորները պետք է փորձեն իմպիչմենտ հայտնել Նիկոլ Փաշինյանին, թե ոչ։ Մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։